Բարև ձեզ Ֆակտոր TV հյուր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանն է, ողջույն պարոն Թորոսյան, ընտրություններից ամիսներ առաջ Հայաստանի կառավարող ուժը դուք փորձում եք տեղեկատվական դաշտը լցնել կամ հենց լցնում եք այսպես պոզիտիվ լուրերով 10,000 դրամով բարձրանում է թոշակը կամ առողջության ապահովագրության համակարգով մարդիկ ձրի բուժօգնություն են ստանում ձեր ուրախ ավտոբուսի կանգառներում են այդ հարցերը քննարկվում խոսում եք խաղաղությունից ընդդիմությունն ասում է սա ուղղակի թոս փչոցի է նախընտրական կաշառք կբացատրեք ինչու հենց հիմա ինչու պոզիտիվ լուրերով լցնել հենց այս շրջանում 3 ամիս առաջ կարճ հիշողություն ունեցող մարդկանց համար երևի կլինի հենց հիմա իսկ ավելի երկար հիշողություն ունեցող մարդկանց համար կլինի վերջի 8 տարում եւ մենք ոչ մի լուրերով լցնելու ինչ որ մտադրություն չունենք մենք անում ենք փոփոխություններ երկրում եւ բարեփոխումներ որոնք նաեւ կարող են լուսաբանվել բայց ամբողջ իմաստը լուսաբանումը չէ այլ մարդկանց կյանքում իրական փոփոխություն բերել է եւ ձեր նշած 3 բան նշեցիք առնվազն ես կարող եմ դրան ավելացնել 23-33-ը դրանք իրական փոփոխություններ են մարդկանց իրական կյանքում Օրինակ նույն առողջության ապահովագրությունը, որի շրջանակներում հազարավոր մարդիկ ստացել են բուժօգնություն, որի համար իրենք նախկինում պետք է վճարեն, հիմա չպետք է վճարեն։ Հիմա դա ասել, որ դա պոզիտիվ լուր է, դա առնվազն միայն պոզիտիվ լուր է, հա։ Չէ, պոզիտիվ լուր է, պարոն Թորոսյան։ Չէ, բայց դա լուր չէ ինքնին, դա փոփոխություն է, բարեփոխում է շատ դուրս, որը նաև լուսաբանվում է կամ կեսաթոշակները, կամ խաղաղությունը, այսինքն թվում է, թե միանգամից հենց նախընտրական փուլի համար են այս ամեն ինչը Ես դրա համար եմ ասում, որ հիշողությունը կարճ եթե լինի մեր անդիմախոսների կամ իրենք հատուկ ջնջեն նախկինում տեղի ունեցած նույն բարեփոխումները, նույն կեսաթոշակների մասով, հա։ 7 անգամ կեսաթոշակ ենք բարձրացրել մենք վերջի 8 տարում։ Բայց այդ ինչի չեն հիշում։ Թվերով կա այդ ամեն ինչը։ Դե դա մի քիչ անակնկալ էր, որովհետև վարչապետը կարծես այդքան էլ մտադրված չէր բարձրացնել, հա։ Անակնկալ չէր մեր մտադրությունների առումով, կոնկրետ որոշումը պայմանավորված էր նաև նոր իհայտ եկած հանգամանքներով կամ խաղաղությունը որին մենք ձգտում ենք 2021 թվականից եւ ի վերջո հասել ենք, ասենք դրա պոզիտիվ լուր անվանելը նսեմացնում է առնվազն այն բովանդակությունը եւ այն ամբողջ իմաստը, որը կա եւ մնացած ամեն ինչը եւ մի ուրիշ բան էլ, այսինքն բա օքեյ, իշխանությունը ինչի համար է երկրում բարեփոխումներ անելով դրական փոփոխություններ բերել, ոչ թե իրանց պես միայն բան էլի, տենց ապոկալիպսիսներ եւ արմագեդոններ կանխատեսելու եւ իրականում նաեւ ցանկանալու որ տեղի ունենա։ Ցանկանում են, գույներ չէ խտասում։ Իհարկե ցանկանում են։ Ցանկանում են, որպեսզի ավերակների վրա փորձեն այտենց մի հերթական գուբերնիա դարձած երկիր կառավարեն, նշանակված լինելով նամեստիկ ինչ որ տեղից։ Սա ակնհայտ է, բոլորը հասկանում են։ Իսկ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, ինքնիշխան, անկախ զարգանալու է այն եւ խաղաղության եւ ներքին բարեփոխումների միջոցով իդեպ մեկը մյուսից ուղղակիորեն նաեւ կախված խաղաղությունը նաեւ թույլ տալիս քեզ ավելի համարձակ բարեփոխումներ անել ավելի արագ մարդկանց կյանքը փոխել դեպի լավը ինչը դու իհարկե միշտ ուզում ես անել բայց պայմանները տարբեր են մուտքային պայմանները երբ որ կոնֆլիկտ է կոնֆլիկտում ուրիշ տրամաբանություն է գործում խաղաղությունը ավելի դրական տրամաբանությունն է, հա, գործում դու չես պատրաստվում անդադար մոտալուտ պատերազմի, թեև միշտ զարգացնում ես քո անվտանգային հզորությունները եւ մենք դա էլ ենք անում, դրանից էլ են նեղվում մեր ընդդիմախոսները, որ բանակի վրա ներդրումներ են անում, ամրաշինական կառույցներ են անում, սպառազինություն են ձեռք բերում։ Ոչ բավարար քայլեր մեջ, բայց ես ուզում եմ մի քիչ այլ հարցել տալ, էլի 21-ի նախընտրական շրջան բոլորս հիշում ենք արտահերտ ընտրություններ էին ուղեկցվում էր ռազմական բախումներով, Ադրբեջանի հարձակումներով, ԱԳՆ-ն համարյա գլխատված էր այդ կառույցը, ներքին քաղաքականությունը բավականին լարված էր, կարծում եք եւ այն ժամանակ շատերի համար անսպասելի, դուք սահմանադրական մեծամասնություն ստացաք, հիմա սահմանադրական չէ, բայց համարյա էր, էլի, հա, եթե մի հոգի էս կոմենկոմ չլինեն, հիմա այս դրական լուրերը, հա, ինչքան էլ ասենք դրանք փոփոխություններ, օքեյ կօգնեն ձեզ խլացնել ընդդիմության կողմից եկող այն ձայները, որ վերջին 5 տարին այն մասին են, որ մենք կորուստների մասին ենք, որ մենք կործանվել ենք, բայց չենք հասկանում, որ պատերազմներ Արցախի կորուստ եւ այլն։ Ընդդիմության ասածը հետեւյալն է, ընդդիմախոսը, որ մենք կործանվել ենք,
բայց մենք չենք հասկանում, որ կործանվել ենք։ Ու դա ասում են ոչ թե մեզ, մենք կարևոր չենք գնում։ Իրանք պետք է ասեն մեզ ժողովրդին, իդեպ մեր համար էլ իրանք կարևոր չեն։ Երբ որ դուք ասում եք կհաջողվի ձեզ խլացնել, մենք ոչինչ խլացնելու անհրաժեշտություն չունենք։ Մենք ունենք այնքան ասելիք մեր ժողովրդին, եւ ապագայի վերաբերյալ, եւ ներկայի վերաբերյալ, եւ ոչ վաղ անցյալի մեր կատարած աշխատանքի տեսքով, որ մենք ամենևին չենք էլ հետաքրքրվում։ Ողբերգությունները մոռացության տալի մասին չէ, այս ամեն ինչը ձեր բնում։ Այս ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը հարատև դարձնելու մասին է, Հայաստանի Հանրապետության պետությունը, պետականությունը, ինքնիշխանությունը ամրացնելու մասին է, մեր ցույց տված ճանապարհով, որը լեգիտիմությունն է, մեր իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, 4-րդ հանրապետություն հաստատելն է իր բոլոր ատրիբուտիկով եւ կատարած աշխատանքը, որը շատ-շատ շոշափելի է։ Այսինքն գիտեք, ես երեք եմ վարչապետի հետ ուղի եթեր էինք անում, ասենք որոշել ենք կենսաթոշակներն ու նպաստները 10,000 դրամով բարձրացնել, ինչ որ անհասկանալի ծագման կամ անհայտ ծագման ինչ որ մարդիկ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ ասում են ձեզ խափում են, դուք դժվար թե ապրիլի 1-ին 10,000 դրամ ստանաք, այսինքն այնքան կարճատես են այդ մարդիկ, որ մեկը գալու է, չէ՞, ապրիլի 1-ը, այդ փոխանցումները արվելու են, չէ՞, վերջո։ Այդ մարդիկ իրենց հաշիվները տեսնելու են այդ ամեն ինչը։ Ասենք քո այդ սուտը, որ մի ամսվա կյանք ունեցավ, դրանից դու ինչ ես շահում։ Բովանդակա զուրկ ինչ որ խոսակցություն է եւ նորից եմ կրկնում, մեր անելիքությունը մեր խոսքը մեր ժողովրդի հետ է եւ վերջ։ Մենք ուրիշ հետ խոսալու բան չունենք, որտեղ մենք ժողովրդի հետ ենք։ Նրանք էլ են ժողովրդի հետ խոսում, ասում են աշկակապոցի է սա։ Okay, եւ հետեւաբար ժողովուրդը կորոշի դա աշկակապոց է, թե ինքը իրապես զգում է թե խաղաղությունը եւ թե իրական բարեփոխումները։ Շատ լավ, տեսեք, սոցիալական ոլորտում 21-ի քարոզարշավում վարչապետին ցիտեմ գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր, ասում էր նա, խոստանում աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, բայց օրինակ գործազրկությունը 10%-ից չի իջել, 25-ի երրորդ երամսյակի տվյալներով դրա մակարդակը 11.8 է, ծայրահեղ աղքատության մասով այն ամբողջությամբ հաղթարված չի, ինչու չհաջողվեց այս թվերին հասնել։ Նախ հաջողվեց մեծ առաջընթաց արձանագրել այդ բոլոր ասված եւ չասված ուղղություններով եւ որը շարունակական է թե ձեր նշած եւ չնշած կետերով, թե ծայրահեղ աղքատության, թե գործազրկության, թե աշխատատեղերի աճի, թե մարդաշնչով հնայի հաշվարկի, թե ընդհանրապես հնայի եւ ընդհանրապես երկրի ընդհանուր բարեկեցության կամ հարստության բաշխման հավասարության, հա, տեսանկյունից։ Բայց իհարկե ամեն ինչ չի որ արված է եւ որտեղ ամեն ինչ եթե արվածնել էլ անելու բան մնացած չէր լինի, հա, միշտ կա ավելի լավացնելու տեղ։ Նույնիսկ երբ որ ծայրահեղ աղքատությունը հաղթարում ես, պետք է այդ մարդկանց բարձրացնես, ու միայն աղքատությունը հաղթարելով չի։ Բայց դա մի կարևոր բան հաշվի չեք առնում։ Ինչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի Հանրապետությունը 21 թվականից մինչև 26 թվականը, որոնք բերել են այդ թվում տնտեսական մեծ չնախատեսված ծախսերի։ Ոչ մեկ չի հիշում դրա մասին։ Ոչ մեկ չի հիշում, որ հարյուրավոր միլիարդներ են ծախսել եւ ծախսում, օրինակ Ղարաբաղի մեր հայրենակիցների վրա, հենց հիմա բնակապահովման վրա, ամենամսվա վճարումների վրա 30,000-ների եւ 40+10,000-ների այդ ռեսուրսները եթե տեղի չունենային այդ ողբերգությունները կգնային այս ոչ մեկ չի ուզում հիշի, չնայած չէ բոլորն հիշում են, ես նկատում եմ այդ ընդդիմալ խոս մի քանի հոգին էլի, որ մենք նաև մեր դաշնակիցների կողմից ըստ էության մոռացված լինելու պատճառով մեծ չափի սպառազինություն ենք ձեռք բերել եւ ամրաշինական աշխատանքներ ենք արել մեր սահմանների շուրջ այդ 21 թվականից հետո, որը ըստ էության նաև մեր կոլեկտիվ անվտանգության պայմանագրի չաշխատելու պատճառով է տեղի ունեցել, որ մենք հարյուրավոր միլիոն դոլարների միլիարդից ավել այդ ամեն ինչը արվել է։ Հարկադրված ծախսեր նկատի։ Դրանք հարկադրված բառը միգուցե ճիշտ չի, բայց ծախսեր են, որոնք պիտի անես, երբ որ հասկանում ես, որ քո օրինակ Հիմա ուրիշ երկրի վրա բերեմ, հա, օրինակ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ կան, հիմա այնտեղ էլ այդ բանավեճը կա, չէ, ասում է քիչ ես ծախսում քո բանի վրա, որտեվ գիտես, որ Ամերիկան կգա քեզ կփրկի։ Հիմա եթե կա կոլեկտիվ անվտանգության պայմանագիր, որը մեր դեպքում հապկներ, հա, դու գիտես, որ
քո ընդհանուր այդ անվտանգային միջավայրում միայն քո վրա չես հենվում, այլև հենվում ես նաև մյուս երկրները, այդ թվում քաղաքական իմաստով։ Եվ համապատասխան ծախսեր ես անում, ինչը արել է Հայաստանը վերջի 30 տարում ըստ էության։ Չնայած մենք հեղափոխությունից հետո արդեն սկսել ենք մեծածավալ ձեռքբերումները, բայց մենք նաև հասկացանք, որ դա բավարար չի, մենք պետք է ավելի շատ ձեռքբերումներ անենք, որը էլի պարզվեց այդ հապկի չաշխատելու արդյունքում։ Մյուս ճգնաժամերը, որ մենք ունեցանք, էլի հարձակումներ եւ նաև տնտեսական իրավիճակի վատ թարացում, հա, երբ որ հարձակումներ ա լինում քո վրա, բիզնեսը սկսում է ներդրումներ չանել, բիզնեսը սկսում է չգալ, բիզնեսը սկսում է գնալ Հայաստանից։ Եվ միայն այս վերջի 2-3 տարին է ըստ էության, որ մենք կայուն խաղաղություն ունենք, իսկ շատ կայուն դա կարելի ասել օգոստոսի 8-ից հետո, եւ մենք նաեւ տեսնում ենք արձագանք տնտեսության եւ նաեւ բյուջեի հավաքագրումների, աշխատատեղերի աճման, ու այս ամեն ինչը մենք պիտի փայփայենք, մենք տեր պետքա կանգնենք, հասկանում եք, այս ամեն ինչը ինչ որ մենք ձեռք ենք բերել։ Բայց միևնույն ժամանակ այդ ցուցանիշներին անդրադառնալուց պիտի հիշենք ինչի միջով ենք անցել։ Ու հենց հիմա մենք օրինակ Ղարաբաղի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրի վրա դա գնահատվում է որպես 800 միլիարդ դրամի ներդրում, որը իհարկե չնախատեսված է եղել, բայց պիտի անենք, որովհետեւ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են ու անում ենք։ Շատ լավ, պարոն Թովսյան, ավելի քաղաքական հարցից առաջ մի թվային տվյալ էլ, արդյոք ճիշտ է պնդել, որ ապրիլի 1-ից միջին կենսաթոշակը 49000-ից 59000 դրամ դառնալով, այսինքն պլյուս 10000, գրեթե հավասարում է նվազագույն սպառողական զամբյուղի, եթե մեկ շնչի հաշվով համաշխարհային բանկի մեթոդով զամբյուղը 61700 է կամ 768, այսինքն մոտ 2700 դրամ տարբերությամբ, բայց մեկ մեծահասակի հաշվով նույն մեթոդով այն կազմում է 68784, այսինքն 9784 ավել, իսկ առողջապահության նախարարության մեթոդով 78836 դրամ, այսինքն մոտ 20000 դրամ ավելի։ Մենք մեր հաշվարկների հիմքում վերցնում ենք համաշխարհային բանկի մեթոդաբանությունը եւ այո, կա տարբերություն մեծահասակների եւ ավելի երեխաների նվազագույն սպառողական զամբյուղների միջև, բայց մենք դրանով քանի որ չենք բավարարվում միայն այս բարձրացումով, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, հետ վճարը 10000 դրամ է, որ ցանկացած քաղաքացի 59 կարող է դարձնել 69 եւ նույնիսկ ձեր ասած մեծահասակի կտորը անցնել։ Գումարած դրան, մենք ունենք առողջության ապահովագրություն 65 պլյուս մեր քաղաքացիների համար, որոնք մոտ 400000 հոգի են, չէ 400 չէ, ավելի շատ են, հիմա կոնկրետ թիվը չեմ հիշում, որոնք նույնպես իրենց ծախսերը ըստ էության հոգում են եւ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մի ահագին կտոր 6000 դրամի շրջանակներում մոտ, դա հենց առողջապահական ծախսերն են, որոնք որ փակվում են ըստ էության մեծամասամբ առողջության ապահովության։ Եվ մենք կարող ենք այո վստահաբար ասել, որ նույնիսկ մեծահասակների հաշվարկով, որը առանձին է վերցվում, մենք միջին կենսաթոշակը հասցրել ենք այդ մակարդակին։ Շատ լավ, ես ուզում եմ սրանով պարզաբանում։ Հիմա այնպես չի, որ ընդդիմություն օրինակ սոցիալական ոլորտի, այսպես առաջարկներ չունի։ Սավել Կարապետյանի թիմը 300000 նոր աշխատատեղ կամ 0% հարկ փոքր բիզնեսին կամ 1 դրամ ստացող վարչապետ եւ նախարարներ, ես вստահ Кино image որ ասում է выходите поговорить об этом։ Ասում իրոք ուզում եք խոսանք այդ ամեն ինչի մասին։ Ձեր կարծիքով ես անիմաստ եմ այս հարցը։ Չէ, ես էլ այդ գրոտեսկ եմ անում, որովհետև եթե ոմանք ասում են, որ ուզում են 300000 աշխատատեղ ստեղծել, մենք դա արդեն արել ենք։ Մեր վարող քաղաքականությունների շնորհիվ եւ նաեւ հենց խաղաղության շնորհիվ ավելի ինտենսիվ։ Երկրորդը նման թվեր հնչեցնողները առնվազն որոշ գրագիտության բարձրացման կուրսեր պետք է առնվազն անցնեն, որովհետև մենք ունենք նաև պոտենցիալ աշխատուժի թվեր, որոնք կարող եք էլի մեջ բերել օրինակ ազգային վիճակագրական ծառայությունից, որը օրինակ մոտավորապես 120000 հոգի է պոտենցիալ աշխատուժը մեր հիմա որ կա, որ կարող է ավելանալ, եւ ես չգիտեմ այդ 300000 հոգին օրինակ ովքեր են լինելու որ աշխատի, եթե պատրաստում են մեծ միգրացիա կազմակերպել օրինակ ինչ որ երկրներից տարբեր, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից, չգիտեմ, կամ այլ երկրներից, թող բացահայտեն, դա էլ իմանանք, մեր ժողովուրդը հասկանա այդ ովքեր են լինելու այդ աշխատողները։ Իսկ աշխատատեղերի ստեղծման մասին արդեն ասացի, արել ենք եւ շարունակել ենք, կամ 0% բիզնեսի հարկում, հա, միջին։ Ուրեմն մի խոշոր բիզնեսին են, այսպես ասած, հարկային տերոր անելու, հա, բա ով է հարկերը հավաքելու, թե Սամվել Կարապետյանը իր մի տարվա իր կարողությունը դնելու է Հայաստանի Հանրապետության բյուջեում ու տենց ծախսեն որպես բյուջետային ծախսեր։
0% շատերն են ասում 0%, այն օրը մի հատ էլ նախքին հարկայինի պետ էր ասում էր 0% միջին բիզնեսին բան, բա հետեւաբար եթե միջին բիզնեսին չես հարկում, խոշոր բիզնեսին պետք է հարկես, շահութ հարկը պետք է բարձրացնես 18-ից 20, 22, 25%, եկամտային հարկը պետք է բարձրացնես 20-ից 22, 25, 30%, այսինքն ցանկացած մեկը, որ ասում է հարկային բեռի իջեցում ինչ որ մարդկանց համար, դա ուղղակիորեն նշանակում է հարկային բեռի ավելացում այլոց համար, ուրիշ տարբերակ չկա։ Միգուցե հարուստներին հարկեն։ Որ հարուստներին, ինչա նշանակում հարուստներին հարկելու այդ տենց հիպոթետիկ ասելա, գործարար ներդրող, հա, ունի 10,000 կամ 20,000 աշխատող, որ մասն ես հարկելու, այն մասը, որը որ իր շահույթն է, որ վաղը փակի այդ գործարանը, թե այդ աշխատողների աշխատավարձն ես ավել հարկելու, որ այդ աշխատողները ավելի քիչ փող ստանան, ինչա թե քո այդ պոպուլիստական խոստումները բան լինեն, ոմանք ընդունեն, հա, փոքր եւ միջին բիզնեսը որպես այդպեսին էլ ինչ էին խոս տալիս, մի բան էլ ասացիք 0 դրամ վարչապետին, 0 իհարկե 0 դրամ, իհարկե Սամվել Կարապետյանը մեծահոգաբար կամ մեկ ուրիշը ծրարով կամ, չգիտեմ, բիտկոյնով, հա, կփոխհատուցի այդ մեր շատ բարերար նախարարների կամ մարզպետերի կամ համայնքապետերի, չգիտեմ, աշխատավարձը եւ նրանք մեծահոգաբար կծառայեն ոչ թե Սամվել Կարապետյանի տենց անձնական շահերին, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Մենք էլ այդ բաներին, այդ ստերին հավատացինք, մենք կամ մեր ժողովուրդը։ Պարոն Թորոսյան, տեսեք, այս ընթացքում նաև յուրաքանչյուր իրադարձություն մեկնաբանվում է ընտրության պրիզմայով, Լևոն Մկրտչյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, նա դաշնակցական նախկին նախարար է, կրթության, կան նման գործեր Ծառուկյանից, Քոչարյանից եւ անընդհատ մենք եւ մյուսներից այս հարցը լրահոսում տեսնում ենք։ Այ երբեմն նաև ասում են, որ միտումնավոր է իշխանությունը այս ամեն ինչը բերում լրահոս։ Իսկ կարող եք այդ լրահոսը որ դրել է, բացեք 1 տարվա հնության իրանց այդ մի ամսվա գրածը ու կարդակ ու տեսնեք, որ այնտեղ էլ նույն ձևի բաներ կան, լուրեր կան։ Թե իշխանության ձեռնպետ ցույց տալ, որ իր հակառակորդները թալանչիներն են։ Թույլ տվեք մինչև։ Իսկ դուք գիտեք, որ օրինակ Ապոլինի այդ գույքերի բռնագանձման գործերը առնվազն մինչև դատարան հասնելը տենց մի 2-3 տարի տևում է։ Հա, բարդ է։ Բայց ինչի մասն է խոսք, այսքան ինչ հանգուցալուծումներն են քիչ։ Հանգուցալուծումները դատական կարգով կամ հատկապես խոշոր ձգների հանգուցալուծումները։ Բա արդարադատության համակարգ է, բա նես չի, որ տենց բռնում ես ու ինչ ուզում անում ես։ Հիմա ուզում են արդարադատություն լինի, թե չլինի։ Որոշներն էլ համաձայնությամբ է տեղում, հաշտությամբ բազմաթիվ նաև ամեն օր լուրեր լսում եք, թե ինչպես են վերադարձվում Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականատիրը։ Չէ, նկատի ունեք կնեք, որ նման լուրերի լրացում հայտնվել է, ընդդիմությանը հարվածում է, որ տեսեք թալանչի ընդդիմությունը եւ մենք սուրբ իշխանություն։ Թալանչի ընդդիմություն եւ սուրբ իշխանություն հարց չի, այնպես չի, որ քրեական գործեր կամ այլ բաներ, այլ պաշտոնյաների նկատմամբ չկան եւ մեր իրավապահ համակարգը, եթե նկատել եք, որևէ կաշկանդվածություն չունի, որևէ հանցագործի նկատմամբ մեղադրանք առաջադրելու, գործը ուղարկելու դատարան, հիմա չթվեմ այդ տարբեր գործերը, որոնք որ կապված չեն նախկին, այսպես կոչված իշխանությունների հետ։ Բայց միևնույն ժամանակ մենք պետքա ճանաչենք, չէ՞, մեր հերոսներին, այսպես ասած, ճակերտավոր հերոսներին։ Հիմա եթե ունեք ինչի մեկ ուրիշ ոչ բոլոր, չէ, ընդդիմադիր գործիչների նկատմամբ կա նաև նախկինների նկատմամբ կան այդ գործերը։ Ինչու՞։ Որտեւ իրաց մոտ չի եղել այդ ամեն ինչը։ Մեկի մոտ եղել է, մեկի մոտ չի եղել։ Կան ավելի ցայտուն, հա, տենց դեպքեր, որ 20 անշարժ գույք է, կան ինչ որ փոքրիկ բաներ, եղել են դեպքեր, որ նույնիսկ նախկին է, հիմա չեմ ուզում էլի անուններ տան, որ ոչ հակագովազդ լինի, ոչ է գովազդ։ Էլի եղել են այդ նախկին իշխանությունը ներկայացուցիչներ, որ դատարանում բանը ապացուցվել է, որ իրաց մոտ ամեն ինչ օրինական է, կամ նույնիսկ մինչև միջդատական վարություն, բայց դրանք ինչի չեն ասում։ Կճոյանն էլ է հաղթել եւ ես չգիտեմ, ես իր կոնկրետ վերջը, հետեւաբար այդ ամեն ինչը պետք է նայել այդ պրիզմայով եւ դրանք ապօրինի գույքի վերադարձի ինստիտուտի բերկրանքը գիտեք ինչու՞մն է, որ այն ավտոմատ աշխատում է ըստ էության, ավտոմատ կա առիթ ստեղծվում է այդ հայցը գնում է դատարան, դատարանը որոշում է կայացնում, մենք կարող ենք նաեւ չիմանալ այդ ամեն ինչի մասին, բայց այդ ինֆորմացիան շատ հրապարակային է եւ չէ, նկատի ունեմ որ
նկատել էր, որ իշխանությունը թիրախավոր է բացարձակ ոչ մի բան նկատելի չի, ավելի քան նկատելի էր մի տարի առաջ, 2 տարի առաջ, 3 տարի առաջ, ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում։ Լավ, եթե քաղաքական առավել հարց է մոտենանք, դուք ունեք այդպես մտահոգություն, որ Ծառուկյանը, Քոչարյանը, Կարապետյանը Գյումրի 2 կանեն, դուք գրեթե դաշնակից չունեք, եթե չոր փաստերին անդրադառնանք, կամ շատ թույլ են ձեր հավանական դաշնակիցները։ Դաշնակիցը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է եւ ընտրողները, եւ մենք խոսում ենք մեր ժողովրդի հետ եւ մեր ընտրողների հետ, ասացի ինչպես եւ ինչու։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշած օլիգարխներին, մենք կարծում ենք, որ օլիգարխիկ կառավարման եւ ֆեոդալական կառավարման տարիները անցյալում են, շուտով կլինեն, աստիճանաբար կլինեն շատ նաեւ հեռավոր անցյալում, հա, եւ մեր ժողովուրդը երբեք չի ցանկանալու վերադառնալ այդ ֆեոդալական կարգերին, ձեր նշած եւ չնշած անձանց գլխավորությամբ։ Ավելին ասեմ, նույնիսկ այդ Կարապետյանների դեպքում դե գիտեք, որ այնտեղ նույնիսկ տեխնացու չի, հա, այսպես ասած, իրանք Սամվել Կարապետյանը վարչապետ ոչ ազգային ժողովի падգամավոր, ոչ վարչապետ չի կարող ընտրվել, մյուս երկու գործող անձանց մասով էլ շատ ակնհայտ է մեր քաղաքացիների վերաբերմունքը ու մենք պետք է այդ այսպես կոչված առնվազն մի սկզբունք որդեգրենք, հա, զրոձայն օլիգարխներին, որովհետև օլիգարխները ունեն իրենց շահերը, օլիգարխների շահերը հակադիր են ժողովրդի շահերին։ Գնանք, բայց դուք եք ուրեմն թույլ իշխանություն, որ Հայաստանում քաղաքական հիմնական ընդդիմադիր ուժեր օլիգարխիկ քաղաքական հիմնական ընդդիմադիր ուժերը ռեֆորմ չեք արել քաղաքական համակարգի։ Քաղաքական համակարգը բաց, ազատ, մրցակցային համակարգ է, ցանկացած ոք կարող է այդ համակարգում ինքնադրսևորվել, այնպես չի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ինչ որ մեկը օգնել է ինքնադրսևորվել։ Եկեք նայենք իրական օրինակներով եւ փաստերով, երբ որ քաղաքական ուժը ասելիք ունի ժողովրդին, քաղաքական ուժը պոտենցիալ ունի մտավոր եւ նաեւ կազմակերպչական, նա կարող է ինքնադրսևորել, հասնել իր ուզած ինչ որ բանին, հա, նպատակներին։ Ապօրինի կապիտալը չեք անել քաղաքականությունից բանտոսը, ինչը թույլ է տալիս ապօրինի կապիտալի տարատեսակ ուժերի մի քիչ առաջ որպես քաղաքական ապօրինի կապիտալի մասին մի քիչ առաջ խոսում էինք, որը արդեն բավական չափով նաև վերադարձվել է պետական բյուջե եւ շարունակվելու է վերադարձվել եւ ապօրինի կապիտալը որոշիչ դեր չի կարող ունենալ ընտրությունների մեջ, որովհետեւ ընտրությունները Հայաստանում վաղուց թափանցիկ են, ազատ են, արդար են եւ իշխանություններն էլ պարտավոր են ապահովել այդպիսի ընթացքային ընտրությունների, ինչը մենք արել ենք եւ անելու ենք։ Եթե կլինեն իրավական ինչ-որ խնդիրներ, իրավախախտումներ, ընտրակաշառման, գիտեք, լինում են ձերբակալություններ, գործեր եւ այլն, այդ ամենը չի իրավապահ մարմինն անում են, բայց մեր ասելիքը մեր ժողովրդի հետ է եւ նաեւ այո հիշեցնելու ինչ որ առումով թե ով ինչպես էր օրինակ ինչ որ մի տարածք համարում իր բանը կալվածքը, այդ թվում մարդկանցով, հա, ոչ վաղ անցյալում, երբ որ տեղով ամեն փողոցի մի հատ բան էր դնում արգելափակոց, ուղեփակոց, չէր կարելի մտնել, մեկը միտեղ սխալ կանգնում էր, ջարդում էին, փշրում էին, մեր ժողովուրդը դե շատ իրանք տենց է չհասկացան, որ ժողովրդին տենց մատների արանքով պետք չի էլի նայել, որ տենց գաս ինչ որ պուպուշ բաներ ասես, բայց ասենք չմտածես, որ հիշելու են, թե դու ինչպիսին ես եղել։ Թե նախկին նախագահ ժողովրդի հիշողությունն է։ Մեր հույսը ժողովրդի հեղափոխությունից առաջ, հա։ Դուք անընդհատ դենգափոխում եք իմ խոսքերը։ Շնորհակալություն բարեհաճելի խոսքերի համար։ Մեր հույսը եւ ցանկացած երկրի հույսը իր քաղաքացիներն են։ Ուրիշ բան չի կարող լինել։ Եվ քաղաքացիներն են որոշում ով է ձևավորում ազգային ժողով կառավարություն։ Մեր երկրում նախկինում այդպես չի եղել, որովհետև քաղաքացիների նկատմամբ եղել են թե բռնաճնշումներ ընտրությունների ժամանակ, թե ընտրակաշառք եւ այդպես կազմակերպված բանա մեքենա է աշխատել, հա։ Հիմա այդպես չի, հիմա քաղաքացիները որոշում են իրենց գիտակցությամբ։ Եվ ես ասում եմ, որ այդ ուժերը չարաչար սխալվում են, թե մեր քաղաքացիները խելացի չեն բավարար, որ գնան իրենց նմաններին ձայն տան, իմ ասած այդ է։ Չէ, դուք իրենց թույլ եք տվել
մտնել քաղաքականություն եւ ասում եք սիրելի ժողովուրդ, հիշում եք ովքեր են նրանք զրոձայն օլիգարխները։ Ես այդ ձեր էլիտիստական, այդ ստերիլ մոտեցումները չեմ կիսում։ Իշխանությունը չի թույլ տվող կամ թույլ չտվող, կա օրենք։ Չէ, ապօրինի կապիտալը մարդկանց ձեռքին է, պարոն Թորոսյան, իրենք են քաղաքական ռեսուրս են դարձնում։ Լավ էլի, ինչքան կարելի է այս մանկապատանական ոճը շարունակել էլի։ Կոնկրետ մանկապատանական ոճը դուք եք թույլ տվել, որ իրանք մասնակցեն։ Ինչա նշանակում մենք ենք թույլ տվել։ Կա օրենք, կուսակցություն, գրանցում, մասնակցություն, ինչ որ մեկը չի համապատասխանում, չի կարող գրանցել կուսակցություն, կհամապատասխանի կգրանցի կուսակցություն, կգա կմասնակցի այժմ ընտրություն։ Եթե դուք կարծում եք, որ մենք պիտի ընտրությունները կեղծենք, օգուտ այլ sense պուպուշ ուժերի, մենք դա չենք պատրաստվում անել։ Կան այդպես մտքեր, որ մենք պետքա, չգիտեմ, առողջ ընդդիմությանը խրախուսենք, չգիտեմ ոնց պիտի խրախուսենք անկեղծ ասած։ Ես որով մեկի լոբինգը չի անում, ուղղակի երբ որ ասում եք օլիգարխ, ձեր իշխանության ժամանակ են նրանք հանգիստ ծփում եւ ցանկացած երկրում էլ կան խոշոր բիզնեսմեններ, որոնք որ կարող են քաղաքական հայտ ունենալ, հավակնություններ ունենալ եւ մեր խնդիրն է ցույց տալ դրա վտանգավորությունը։ Եթե մարդ ունի մեծ կարողություն, դա դեռ չի նշանակում, որ նա ինքը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, մեր օրենքները դա չեն արգելում, մեր սահմանադրությունը դա չի արգելում, բայց մեր պարտքն է նաև հիշեցնել այդ մարդկանց շահերի մասին, այդքան բան։ Թե իրենք ինչ շահեր կարող են ունենալ կամ ունեցել են եւ ցույց են տվել, երբ որ նրանք եղել են իշխանության այս կամ այն տարիներին կամ աջակցել են եւ ըստ էության ձեր ասած խումբը երրյակը, հա, այսպես է, նույն մարդիկ են, նույնն են։ Նույնիսկ տարբեր կապերով են նույնը, հասկանում եք։ Օրինակ մեկը եկավ մյուսին փրկեց մյուսի ճիրաններից, հիշում եք։ Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին փրկեց Սերժ Սարգսյանի ճիրաններից։ Այս վերջերս մի բան էի նայում, թե ոնց էր գովաբանում նույն Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին։ Գագիկ Ծառուկյանը իր ամբողջ կարողությունը մեծամասամբ կուտակել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, հասկանում եք։ Այսինքն նույն մարդիկ են, բացարձակ կապ չունի անունները ինչ են։ Լավ, եկեք գոնե անկեղծ ասեք, երբ որ գանձ եք ասում, ինչ նկատի ունեք։ Չէ՞ որ դուք եք դա ասում, պարոն Թորոսյան, ինչ որ իմաստով անուղղակի խոստովանելով, որ նման մրցակիցներ ունենալը ԿՊ-ին շատ ձեռնտու է։ Ունենալ տապալումներ, ձախողումներ եւ ասել հանկարծ նրան չընտրեք, որ սա ինչ գործնենք։ Դե եկեք 2 ժամ չթվարկեմ, էլի, պարոն Թորոսյան։ Պետք չի թվարկել, մեր տարբերությունը այդ ուժերից այն է, որ մենք թե մեր հաջողությունների մասին ինքներս խոսում, եւ թե մեր ձախողումների, եւ թե մեր սխալների, եւ այդտեղ որևէ ամոթ բան չկա, եւ այդ ինքնահայեցումը քո սեփական սխալների վրա նաեւ սովորելը եւ ավելի լավը դառնալը դա ուժեղ կողմ է, ոչ թե թույլ, ի տարբերություն իրենց, որ իրենցից ոչ մեկ մինչև հիմա չի ասել, թե ինչն է սխալ արել։ Իսկ ինչ վերաբերում գանձ կամ ոչ գանձ, ես մեկը չեմ հասկանում։ Ես միևնույնն է չեմ հասկանում։ Ուրախ ավտոբուսում այդ հարցը չի քննարկվում։ Վարչապետին չեք հարցնում, ինչու եք ասում գանձ։ Վարչապետի բառն է, պարոն Թորոսյան։ Մենք չենք իրանց բերել ազգային ժողով մեկ, ով որ ազգային ժողովում է։ Մենք չենք իրանց ստեղծել ընդհանրապես։ Իրանք մարդիկ են ուզում են զբաղվեն քաղաքականությամբ, ժողովուրդն է տալիս իրանց գնահատական, եթե դուք մեզնից ակնկալում եք ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնել, դա ոչինչով չի տարբերվում այն ամեն ինչից, ինչ որ ինչի դեմ մենք պայքարել ենք։ Պողպատե մանդատը օրենքի գերիշխանության մասին էր, որը կա եւ լինելու է։ Լավ, օքեյ։ Պողպատե մանդատը Հայաստանի ինքնիշխանությունը բարձրացնելու մասին է։ Երբ որ տարբեր մետաղներից իրեր եք ցույց տալիս, ընտրաշավում էլ երևի ցույց կտաք, կոնկրետ բացատրեք իմաստը, որ 5 տարի հետո չասեք սխալ բան էին հասկացել մարդիկ։ Սխալ բան չեն, շատ ճիշտ հասկացան, բանալու ապօրինի գույքից էի խոսում։ Որոնք չեն բռնագանձվում։ Կողմնորոշվեք, ոչ չեն բռնագանձվում, աշճանաբար բռնագանձվում են։ Բռնագանձվում են նաև այդ հայտարարությունները կարդացեք։ Խոշոր ձկները բռնագանձվում, պարոն Թորոսյան, ինչ որ նախկին քննիչից բռնեցին։ Լևոն Մկրտչյանը խոշորա թե չէ։ Բա ինչ է։ Բա ինչ է նոր ասում, ինչ եք, հիմա ինչ եք դրա մասին հայտարարում։ Դե, ասում եմ, ինչու եք հայտարարում եւ արդյունքներ չեք տեսնում։ Հիմա հայտարարենք թե չհայտարարենք, գանձենք թե չգանձենք։ Արդյունքներ ցույց տվեք առանց հայտարարելու։ Կողմնորոշվեք։ Դուք նմանվում եք մեր ընդդիմությանը, որ այդպես է չի կողմնորոշվում, մեզ ինչու մեղադրի։ Հա, լավագույն ուժը դուք եք։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արսեն Թորոսյանին։